Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Եթերում մանկական երկիր հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ստուդիայում են Էլեն Սարգսյանը եւ Նորայր Շողիկյանը։ Մեր տարեկից երեխաները բացի դպրոց գնալուց ունեն նաեւ շատ այլ հետաքրքրություններ։ Այդ հետաքրքրություններից են արվեստի եւ արհեստի դպրոցներ հաճախելը։ Մեր գործընկերուհի Էման այցելել է թատերական խմբակ եւ զրուցել այնտեղի երեխաների հետ։ Շատ երեխաներ ցանկանում են դառնալ դերասան, իսկ ի՞նչն է նրանց գրավում այդ մասնագիտության մեջ։ Մեր հարցին պատասխան ստանալու համար հյուր էին գնացել թատերական դպրոցներից մեկը։ Ներս մտնելու առաջին պահից հանդիպեցինք պարային համարի բեմադրության։ Հետո մեզ ասացին, որ դա իրենց պարի դասն է։ Իհարկե նման պար տեսնելով արդեն ես սկսեցի հասկանալ, թե ինչն է գրավում իմ տարեկիցներին դպրոցում, բայց դա նրանց միակ զբաղմունքը չէր։ Դպրոցում նրանք անցնում են շատ առարկաներ։ Մենք այստեղ անցնում ենք երգ, պար, դերասանի վարպետություն, բեմական խոսք եւ արվեստի պատմություն։ Ինչու ես որոշել հաճախել թատերական դպրոց։ Որովհետեւ ես մանկուց միշտ սիրել եմ արվեստը եւ սիրելու եմ։ Ես ամբողջ խմբին տվեցի նույն հարցը, թե ինչ դեր են ցանկանում խաղալ։ Շեքսպիրի Օթելո։ Շեքսպիրի ստեղծագործությունները բոլորն են սիրել, բայց ինձ համար եղավ երկու անսպասելի պատասխան։ Եթե հնարավորություն լինի ուրիշ դերեր խաղալու, ուզում եմ խաղալ բացասական կերպար, որտեղ մտածում եմ, որ ինձ այդ կերպարը ավելի շատ կսազի։ Հաճախում եմ այստեղ 3 տարի, խաղացել եմ Սուտասանի մեջի հովիվի կերպարը, սիրում եմ ավելի շատ չար կերպար, որովհետև չար կերպար ավելի շատ լայն հնարավորություն է տալիս խաղալու։ Այդ օրը մեզ չհաջողվեց որևէ բեմադրություն նկարահանել, քանի որ ապագա դերասաններին հյուր էր եկել դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։ Հանդիպման ընթացքում դերասանուհին խորհուրդ տվեց երեխաներին սիրել արվեստը եւ խրախուսեց նրանց ասելով, որ լավ ընտրություն են կատարել։ Էմա Մելիքյան, Վարազդատ Եղիազարյան, Մանկական երկիր։ Նանսենի անվան դպրոցում ներառական կրթության ծրագրում ընդգրկված է շուրջ 90 երեխա։ 6-րդ դասարանում նրանք 3-ն են եւ բոլորն էլ մտածում են իրենց ապագա մասնագիտության մասին։ Սովորելուց չեն ծուլանում, սակայն իրենց ընտրած առարկան էլ ավելի լավ են սովորում։ Դու դրանք 3 նույն ձևով ասում ես։ Եկել ես դրա տախտակի մոտ գրել ես, ճիշտ է։ Ահա։ Լուսինեն սովորում է 6-րդ դասարանում ու ամենից շատ սիրում է Մարիենի լեզվի դասերը։ Չնայած մաթեմատիկան էլ է հավանում։ Դեռ չի որոշել, թե ինչ մասնագիտություն է ընտրելու ապագայում։ Պարզապես իր տարիքի շատ երեխաների նման սիրում է իր ուսուցիչներին եւ ուսուցիչ դառնալու մեծ ցանկություն ունի։ Իր ուսուցիչներն ասում է ուշադիր են ու հոգատար։ Նրանցից շատ բան է սովորում, օրինակ սովորել է սիրել գիրքը։ Հովանեսյանը նոր է գալու հեքիաթները, բալլադները եւ պոեմները։ Նանսենի անվան թիվ 150 դպրոցում ներառական կրթության ծրագրով սովորում է 90 երեխա։ Երեխաների խնդիրները տարբեր են ու նրանց նկատմամբ յուրահատուկ հոգատարություն են դրսևորում թե ընկերները եւ թե ուսուցիչները։ Լուսինեն, նրա համադասարանցիներ Հասմիկն ու Ալեքսը ծրագրի շնորհիվ ձեռք են բերել շատ ընկերներ։ Պատկերացնում են իրենց օրն, ինչպես բոլոր աշակերտները ուրախանում են միմյանց հաջողություններով։ Ալեքսը վերջերս հաջողություն է ունեցել լողի ասպարեզում։ Հաշմանդամություն ունեցող անձանց լողի մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը։ Լողը նրա մի քանի տարվա ամենից սիրելի զբաղմունքն է, իսկ մյուս սիրելի զբաղմունքը գիրք կարդալն է։ Օրինակ, ես կարդացել եմ բոլոր Հարի Փոթերի գրքերը, Հոբիթը, իսկ հիմա կարդում եմ Մատանիների տիրակալը։ Հասմիկը հաճախում է պարի խմբակ, պարում է ջայֆ, պոլկա, հունական, սակայն առանձնացնում է ջայֆը։ Ավելի թիթիզական պար է։ Հասմիկը հաճախ է համերգների մասնակցում։ Մեր նկարահանման օրն էլ դասերից հետո պատրաստվում էր պարի գնալ։ Քանի որ հաջորդ համերգը նախատեսված է ապրիլի 12-ին, պատրաստվել է պետք։ Բայց մեր նկարահանող խմբին խոստովանեց, որ ոչինչ երբեք չի անում դաս սովորելու հաշվին։ Սոնա Խաչատրյան, Վարազդատ Եղիազարյան, Մանկական երկիր։ Մեկ հայ, մեկ հոդված համահայկական ծրագրի մասին գիտեմ բոլորը, սակայն քչերն են տեղյակ Վիկիմեդիա կենտրոնի մասին։ Այդ կենտրոնի մասին կպատմի մեր գործընկերուհի Ալան։ Արթուրը եղել է Վիկիմեդիայի առաջին դպրոցական խմբագիրներից մեկը եւ մինչ այսօր հասցրել է խմբագրել մոտ 850 հոդված։ Նրան ավելի հետաքրքիր է խմբագրել սպորտային ոլորտի նյութեր եւ օրվա ընթացքում հասցնում է խմբագրել ավելի քան 20 նյութ։ Եվ ինչպես Արթուրն է ասում, Վիկիպեդիան ինքնակրթում է եւ փորձում է համատեղել դասերի եւ զբաղվածության հետ։ Օրվա ընթացքում տարբեր եղել է, որ 20 հատ եմ խմբագրել, եղել է, որ 30 հատ, ընդհանրապես մոտ 850 հոդված եմ խմբագրել այս բայդրությամբ։
Վիկիպեդիան առցանց հանրագիտարան է եւ վիկի պրոյեկտների հիմնականն ու գլխավորը։ Իսկ Վիկիպեդիան կազմակերպություն է, որը սատար է կանգնում վիկի պրոյեկտներին իրականացմանը։ Աշխարհում Վիկիպեդիան ստեղծվել է 2001 թվականից, իսկ Հայաստանում հայերեն տարբերակով մեր հայրենակիցները ստեղծել են 2006 թվականից, բայց սկսել է զարգանալ միայն 2 տարի հետո։ Այժմ հայերեն Վիկիպեդիայում խմբագրում են մոտ 50,000 մարդ, բայց այս պահին ակտիվ են միայն 500-ը, որոնք գոնե ամիսը մեկ անգամ նյութ են խմբագրում։ Վիկիպեդիայի նյութերը չեն ստուգվում մինչ համացանցում հայտնվելը, բայց նյութում պարտադիր պիտի նշվի նյութի աղբյուրը։ Յուրաքանչյուր ոք կարող է ուղղել նյութում գտած սխալները։ Ինչպես Լիլիթ Թարխանյանն իր խոսքում նշեց, Վիկիպեդիան ճկուն է եւ ուղղելը հեշտ է։ Մասնակցում են հիմնականում ավագ դպրոցի աշակերտները, որոնց թիվը կրթական ծրագրում ավելի շատ է, քան ուսանողների, սակայն կան նաև ուսանողներ։ Հայաստանյան ավագ դպրոցների երեխաներին կրթական ծրագրում ընդգրկելու նպատակով Վիկիմեդիա ընկերությունը համագործակցում է 10-ից ավելի դպրոցների հետ, որոնցից ներգրաված են 350 եւ ավելի աշակերտներ։ Առաջին անգամ համագործակցել ենք այդ դպրոցի հետ։ Կրթական ծրագրերի էությունը այն է, որ երեխաները իրենց տնային հանձնարարությունները ու իրենց ուսուցիչների ղեկավարությամբ կատարում են Վիկիպեդիայում։ Հայաստանում դպրոցների հետ աշխատանքը ավելի լուրջ արդյունքներ է տվել, քան այլ երկրներում։ Սկզբում դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները թերահավատորեն էին մոտենում ծրագրին, սակայն մեկ դասաշխատանքից հետո, տեսնելով երեխաների ոգևորությունը, իրենք էլ էին ոգևորվում, կազմակերպվում էին նաև ճամբարներ։ Կան նաև սիրիահայ դպրոցականներ, որոնք զբաղվում են հիմնականում թարգմանությամբ։ Երեխաները տպավորված էին եւ մեզ հետ կիսվեցին իրենց տպավորություններով։ Կազմակերպության կատարած մեր այցելության ժամանակ կան նաև նորեկներ, որոնք նույնպես տպավորված էին։ Շատ եմ խմբագրել դերասանների մասին, երաժշտություն եմ շատ սիրում եւ աշխարհագրությունից, նույնպես պատմությունից եմ խմբագրում։ Թարգմանում ենք հիմնականում արևելահայերենից արևմտահայերեն։ Շատ եմ սիրում խմբագրելը, սովորում եմ հրաշարել արագ։ Այսօր առաջին օրս է գալիս եմ Վիկիպեդիա, շատ ուրախ եմ, այսինքն ես միշտ արդեն ուզում եմ խմբագրել, թարգմանել։ Հունվարի 15-ը Վիկիպեդիայի օրն է, եւ Վիկիպեդիա ընկերությունն այն նշել է AIB կրթական հիմնադրամում։ Երեխաներից մեկն առաջարկել է AIB դպրոցի աշակերտներին գրել իրենց մաղթանքները պաստառի վրա, իսկ աշակերտներն էլ խնդրել էին այդ պաստառը կախել իրենց գրասենյակում։ Ալվարդ Դավթյան, Վարազդատ Եղիազարյան, Մանկական երկիր։ Մեր նկարահանող խումբը ինչպես 2 տարի առաջ, այնպես էլ վերջերս ներկայ է գտնվել ժամանակակից արվեստների մանկական ստուդիայի ցուցահանդեսին։ Ստուդիայի սաներն իրենց նկարների մասին պատմել են մեր գործընկերուհի Սոնա Խաչատրյանին։ Ժամանակակից արվեստների մանկական ստուդիայի առաջին ցուցահանդեսը մենք նկարահանել էինք 2 տարի առաջ։ Այդ ժամանակ սաներն առաջին քայլերն էին անում։ Օրերս մանկական երկրի նկարահանող խումբը կրկին հանդիպեց արդեն 2 տարի մեծացած փոքրիկ նկարիչների հետ։ Ցուցահանդեսը կայացավ Հովհաննես Թումանյանի թանգարանում։ Ստուդիայի երեխաները ներկայացրել էին իրենց աշխատանքները, որոնք նկարել էին մեծ սիրով։ Այս ցուցահանդեսը հատկանշական է նրանով, որ մենք կարողանում ենք գարնանային այս գեղեցիկ օրը ապացուցել, որ մեր ժողովուրդը անկախ ամեն ինչից պատմության ընթացքում գրած բոլոր դաժան փաստորեն փորձություններից պատվով է դուրս գալիս, շարունակում է ապրել եւ մենք ստեղծագործում ենք եւ հաղթում ենք մահին հենց մեր գոյությամբ, մեր ստեղծագործությամբ։ Երեխաների նկարներում գերակշռում էին վարգույններն ու գեղեցիկ պատկերները։ Թղթի վրա նկարել սովորելուց բացի այս ստուդիայի սաները սովորում են նկարել կտորի եւ փայտի վրա։ Երեխաներն ասում են, որ ճիշտ է դժվար է նկարել, բայց համբերատարության եւ շատ աշխատելու դեպքում արդյունքի հասնել հնարավոր է։ Սաները մեզ ներկայացրին, թե ինչ են նկարել։ Այս նկարում ես պատկերել եմ Կիլիկիա Արագաստանի նավը։ Ես նկարել եմ նավարկություն, ջրի մեջ երևում է նավերի արտացոլանքը, նաև երևում է տակառ, որը լողում է։ Ժպտում են գույները խորագրով այս ցուցահանդեսի նպատակն էր գույների միջոցով ժպիտ եւ բարձր տրամադրություն փոխանցել դիտողին։ Գույներն ինչպես դիտողին են դրականը փոխանցում, այնպես էլ ոգեշնչել են երեխաներին նկարելու ընթացքում։ Իսկ Անուշ Ամսյանը համոզված է։ Ինչ էլ որ դառնան, այս դաստիարակությունը գեղագիտական նրանց կդարձնի շատ լավ մարդ, գեղեցիկ անձնավորություններ եւ մենք միշտ կհպարտանանք, որ այս երեխաները եղել են մեր սաները։ Մեզ համար շատ հաճելի էր տեսնել մեզ արդեն ծանոթ փոքրիկների առաջ խաղացումը եւ մնում է միայն մաղթել նրանց նոր հաջողություններ այս ասպարեզում։ Սոնա Խաչատրյան, Աշոտ Խաչատրյան, Մանկական երկիր։
Մանկական երկիր հաղորդաշարի հերթական թողարկումը մոտեցավ իր ավարտին։ Հաջորդ շաբաթ ապրիլի 18-ին ձեզ հետ կլինեն Արմինեն եւ Վահեն։ Ցտեսություն։